Ծառավաղբյուրի ամենալավ հատվածում Ինդոնեզիայի դեսպանատան անմիջապես կողքին վաճառում ենք այս գեղեցիկ առանձնատունը։ Մի հատ գինն ասա ջանը ստականած Յանա ջան։ 2 միլիոն 100,000 դոլար։ Ընդամենը 2 միլիոն 100,000 դոլար եւ դուք երաշխավորված երբեք չեք ունենա ձեր տան դիմաց շենք, քանի որ բուսաբանական այգին է, որը վերակառուցվում է, ընդհարցակվում է, ապրի քաղաքապետարանը։ Գնանք ներսը, բայց մինչև ասեմ 20 մետր փողոցից ճակատ ունենք, 50, 20-ը 50-ի վրա 1000 մետր հողն է, 720 քառակուսի մետր, 4 արգի վրա տունը։ Անցանք ներս։ Լեհաստանի դեսպանն է ապրել տարիներով, մոտ 10 տարի, ապրի դեսպանը շատ մաքուր է պահել, կոկիկ։ Խոհանոցներ ձյանն է։ Այո, առանձնացված խոհանոց կա, մեծ։ Գույք տեխնիկայով էլ վաճառվում է, ոնց տեսնում եք, այդպես, տեսեք ինչքան մեծ է, լուսավոր է։ Լավ վիճակում է իհարկե, բայց իմ խորին համոզման, որ 2 միլիոն դոլար դու ունես, տալու ես քանդես, սիրուն պատալոշտի չիլեր VRF սիստեմ բան, արդեն մի 5 միլիոն էլ է տեղ։ Այս մասում հյուրասենյակ, դա ես ուզում եմ այդ այգին գնանք ցույց տանք, այգին այնպես լավ այգի ունի, խորովածանոց, ֆանտոններ կա, մեծ բասեին կա, տեսեք ժողովուրդ ջան, ներքևի հարգը նկուղային հարգա, որտեղ նախատեսված է ձմեռվա համար, լողավազան իր սաունայով, տեղերը թողած։ Իդեպ ասեմ, տանիքը ջեռուցվող է, այդ ֆերոլի կացա ունի, միացնես, տանիքի ձունը հալվում է, տեխնոլոգիա արեմ արդեն։ Այստեղից իջնում ենք նկուղ, սանհանգույց լոգասենյակ, առաջի հարկի ննջասենյակ ու ինչ մեծ բակ է։ 1000 մետր է հողը, 2 միլիոն 100,000, այդ 100-ը հասկացաք ինչի համար է, այդ մերն է, այս մետր ու կես խորությամբ լողավազանն է, տույաները սիրուն, դա շատրվաններ ունենք, ու մոտիկից ցույց տանք ինչ լավն է խոհանոցը, ծառավաղբյուրը գիտեք, Ավանի ամենաթանկարժեք փողոցն է, թանկարժեք Գոտինա, Գազպրոմ Արմենիայի դպրոցն է հարակից, այդ այգին շեշտեցի, խաղահրապարակներ կան, անվտանգությունը շատ բարձր է։ Դիմացից որ նայում ես, չես մտածում, որ սենց գեղեցիկ բակ ունի։ Իմիջիայլոց շատ մեքենաներ կարող են կայանալ, որովհետև դիմացի հատվածում էլ է բաց տարածություն։ 20 մետր ճակատում, տեսեք, ավտոտնակ կա, ավտոտնակի առջևում տեղ կա, փողոցում կա կայանման հնարավորություն, այսինքն հյուրերի ժամանակ հյուրեր ընդունելուց չեք կաշկանդվի, որպեսի գները համեմատեք, օրինակ այն գմբեթով տունն էլ էս փողոցի վրա վաճառվեց 3 միլիոնից բարձր է վաճառվել, որ համեմատեք էլի շուկայում գները։ Համ տանից կարող են իջնել նկուղ, համ դրսից։ Նկուղից է կարան դուրս գան, դրսում առանձին զուգարան կա, որ լողավազանից հետո փաստած այնտեղ գնաք։ Հիմա գնանք ննջարանները ցույց տամ, ամեն ննջարան իր սանհանգույցը ունի, ձյանն իդեպ 10 տարի առաջ է սարքվեց տունը, այն ժամանակ դեռ այդքան տարածված չէր։ Ապրի սեփականատերը, որ դեռ այն ժամանակ յուրաքանչյուր ննջարանում նախատեսել է իր սեփական լոգասենյակը։ Սա բնական փայտ է, աստիճանները բնական քար է։ Երկրորդ հարկում միայն ննջասենյակներ են, 4 ննջասենյակ կա։ Առաստաղներն է բավականին բարձր է, լավ է, հետագայում որպեսզի ուզեն ցանկանաք առաստաղով VRM սիստեմ անեք, իջացնելու տեղ ունեք։ Բարձրանք վերևը ցույց տանք, այնտեղ էլ տենց հանգստի զոնա է, որտեղ կարա պրոյեկտոր լինի, ֆիլմեր դիտելու համար, ֆուտբոլ։ Այստեղ եւս երկու ննջարան ունենք։ Այսքան տներ ես նկարեց Յանա ջան, ասա, անկեղծ ասա, մի վախի։ Ասում եմ անկեղծ, որ արժեքը համապատասխանում է տանը։ Ու շատ լավ տուն է, լավ պահված, կարևորը։ Եթե չեք ուզում գումար ծախսել վերանորոգման համար, հանգիստ կարող եք այսպես բնակվել։ Մանումենտում նման տները 5-6 միլիոն դոլար են ասում, եկեք 2 միլիոնով ծառավաղբյուր առեք։ Ամենալավ հատվածը իմ։ Դու մանումենտ բարձրակերը շատ են սարքես տեղ տեղ, տենդենսը թույլ է։